Ողջույն։ Աշխարհում յուրաքանչյուր մի քանի րոպեն մեկ մենինգիտից մարդ է մահանում։ 2023 թվականին նման մահերի թիվը 259,000 էր, իսկ ընդհանուր առմամբ գրանցվել էր վարակի մոտ 2,54 միլիոն դեպք։ Մահացածների ավելի քան 1/3-ը մինչև 5 տարեկան երեխաներ էին, ընդ որում գրեթե 99,000 մահվան դեպք արձանագրվել էր մենինգիտի այնպիսի ձևերից, որոնք հնարավոր էր կանխել պատվաստանյութերի կամ պարզ կանխարգելման միջոցով։ Տվյալները հիմնված են հիվանդությունների գլոբալ բեռի լայնամասշտաբ վերլուծության վրա։ Մենինգիտը ուղեղի թաղանթների բորբոքումն է։ Հիվանդությունը զարգանում է արագ եւ կարող է հաշված ժամերի ընթացքում հանգեցնել ծանր հետևանքների, համարվելով նյարդաբանական հաշմանդամության առաջատար վարակիչ պատճառներից մեկը։ Օրինակ, բակտերիալ մենինգիտից ապաքինվածներից մոտավորապես յուրաքանչյուր 5/3-ի մոտ մնում են տևական բարդություններ, լսողության կորստից մինչև կոգնիտիվ խանգարումներ։ Մենինգիտի հարուցիչները տարբեր են՝ բակտերիաներ, վիրուսներ, երբեմն սնկեր։ Ամենավտանգավոր ձևը համարվում է բակտերիալ մենինգիտը, ամենահաճախ հանդիպող բակտերիալ պատճառներն են պնևմոկոկը, մենինգոկոկը, հեմոֆիլային ցուպիկը եւ B խմբի ստրեպտոկոկը։ Առաջին 3-ի դեմ արդեն գոյություն ունեն պատվաստանյութեր։ B խմբի ստրեպտոկոկի դեմ պատվաստանյութը դեռ նոր է մշակվում, բայց այստեղ եւս կա արդյունավետ կանխարգելու հակաբիոտիկներ նորածինների համար։ Այդ իսկ պատճառով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այս տեսակը նույնպես դասում է պոտենցիալ կանխարգելվողների շարքին։ Հետազոտողները հետևել են, թե ինչպես է փոխվել իրավիճակը վերջին 33 տարվա ընթացքում։ 1990 թվականից ի վեր մենինգիտից մահացությունը նվազել է 63,5%-ով։ Միայն 2015 թվականից սկսած եւս 1/4-ով։ Սա զգալի բարելավում է, բայց խնդիրը շարունակում է լուրջ մնալ։ 2023 թվականին մահացության մակարդակը կազմել է 3,2 դեպք 100,000 մարդու հաշվով, ու կրկին ամենաշատը տուժել են մինչև 5 տարեկան երեխաները՝ 86,600 մահ։ Այս տարիքային խմբում մահացությունը հասնում է 13,5-ի 100,000 մարդու հաշվով։ Հիվանդացությունը նույնպես նվազել է, սակայն ցուցանիշը մնում է բարձր։ 2023 թվականին գրանցվել է 2,54 միլիոն դեպք, սա մոտավորապես 31,5 դեպք է 100,000 մարդու հաշվով։ 1990 թվականի համեմատ ցուցանիշը նվազել է 57,5%-ով, բայց վերջին տարիներին նվազման տեմպերը դանդաղել են։ 2023 թվականին ամենամահաբեր հարուցիչը պնևմոկոկն էր, մոտ 41,400 մահ։ Այնուհետև գալիս են հեմոֆիլային ցուպիկը 34,400, էնտերովիրուսները 18,200 եւ այլ վիրուսային պաթոգեններ մոտ 18,000։ Ընդհանուր առմամբ բակտերիալ մենինգիտից, որն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը համարում է զգալիորեն կանխարգելվող, մահացել է 98,700 մարդ։ Դա 27,4%-ով պակաս է, քան 2015 թվականին, բայց դեռ թիվը շատ մեծ է։ Հետաքրքիր է, որ ընդհանուր առմամբ մենինգիտի ամենահաճախակի պատճառը 2023 թվականին եղել են ոչ թե բակտերիաները, այլ էնտերովիրուսները։ Երկրորդ տեղում մենինգոկոկն է։ Վիրուսային մենինգիտը սովորաբար ավելի թեթև է ընթանում, բայց հենց այն է հիվանդությունը դարձնում զանգվածային, ու ի տարբերություն բակտերիալ ձևերի, վիրուսային հարուցիչների մեծ մասի դեմ կանխարգելում դեռևս չկա։ Հետազոտությունը նաև բացահայտել է ռիսկի հիմնական գործոնները։ Առաջին տեղում ցածր քաշն է ծնվելիս, այնուհետև գալիս են վաղաժամ ծննդաբերությունն ու օդի աղտոտվածությունը, այս գործոնները մեծացնում են վարակի ծանր ընթացքի եւ մահվան հավանականությունը։ Աշխարհագրական առումով հիվանդությունն անհավասարաչափ է բաշխված։ Ամենաբարձր մահացությունը Աֆրիկայի այսպես կոչված մենինգիտային գոտում է։ 2023 թվականին առաջին տեղը զբաղեցրել է Նիգերիան, այնուհետև Նիգերը եւ Չադը։ Այս երկրներում պարբերաբար տեղի են ունենում մենինգիտի բռնկումներ, իսկ պատվաստումների եւ բժշկական օգնության հասանելիությունը սահմանափակ են։ Հետազոտության գլխավոր եզրակացությունն այն է, որ պատվաստումների գլոբալ արշավներն իսկապես աշխատում են։ Վերջին տասնամյակների ընթացքում դրանք զգալիորեն նվազեցրել են դեպքերի եւ մահերի թիվը, բայց ներկայիս առաջընթացը բավարար չէ մինչև 2030 թվականը Առողջապահության համաշխարհային կազմակերպության նպատակներին հասնելու համար։ Բացի այդ, աճում է վիրուսային մենինգիտի մասնաբաժինը, հիվանդության ձև, որի դեմ դեռ չկա կանխարգելման ունիվերսալ միջոց։ Մենինգիտը մնում է արագ զարգացող հիվանդություն, սակայն շատ դեպքերում այն հնարավոր է կանխել, ու հենց պատվաստումների ընդլայնումը, նորածինների խնամքի բարելավումն ու օդի աղտոտվածության նվազեցումը կարող են ապահովել հաջորդ նկատելի անկումը։ Իսկ առայժմ 100,000-ավոր մարդիկ ամեն տարի բախվում են մի վարակի հետ, որը հաճախ սկսվում է որպես սովորական ջերմություն ու գլխացավ եւ երբեմն ավարտվում ծանր հետևանքներով։ Գրեթե 20 մանկական կմախք, 1 գերեզմանոցում։ Հենց այս ուղարկավորությունն է դարձել Ռումինիայի կենտրոնական հատվածում գտնվող Կրիստեշտի բնակավայրի մոտ ռումինացի հնագետների ամենատագնապալի բացահայտումը։ Մանկական եղբայրական գերեզմանը կարող է խոսել հնագույն համաճարակի մասին, որը տեղի է ունեցել գրեթե 2000 տարի առաջ հռոմեական կայսրության ժամանակներում։ Դամբարանադաշտը հայտնաբերվել է անտիկ բնակավայրի կողքին, որը գիտնականներն ուսումնասիրում են արդեն երկար տարիներ։ Հնագետները վաղուց գիտեին, թե որտեղ են ապրել տեղի բնակիչները, բայց մնում էր կարևոր հարց՝ որտեղ են նրանք ուղարկավորում
մահացածներին։ Այժմ պատասխանը գտնված է։ Պեղումների ընթացքում հետազոտողները հայտնաբերել են մոտ 30 գերեզման, դրանցից 10-ն արդեն ամբողջությամբ ուսումնասիրված են։ Թաղումների մեծ մասն իրականացվել է ինհումացիայի ծեսով։ Մահացածների մարմինները պարզապես դրվել են հողի մեջ, սակայն երկու դեպքում հնագետները հայտնաբերել են դիակիզված աճյուններ։ Ծեսերի նման համադրությունը բնորոշ է հռոմեական ժամանակաշրջանին, երբ տարբեր ժողովուրդների ավանդույթները գոյատևում էին կողք կողքի։ Դակիա նահանգը, որի կազմի մեջ էր մտնում այս տարածքը, բազմազգ տարածաշրջան էր, ակտիվ ռազմական ներկայությամբ ու կայսրության տարբեր ծայրերից մարդկանց մշտական ներհոսքով։ Հետազոտողների հատուկ ուշադրությունն է գրավել խոշոր եղբայրական գերեզմանը, որում հայտնաբերվել է մոտ 20 երեխայի աճյուն։ Բոլորը թաղվել են միասին առանց անհատական ծեսերի ակնհայտ հետքերի։ Նման գտածոները սովորաբար խոսում են արտակարգ դեպքերի, օրինակ վարակի բռնկման, զանգվածային թունավորման կամ այլ ճգնաժամի մասին, որի ժամանակ մահացածներին հուղարկավորել են միաժամանակ։ Հնագետներն իրենց եզրակացություններում զգույշ են, սակայն որպես առավել հավանական բացատրություն համարում են համաճարակը։ Նախնական գնահատականներով Դամբարանադաշտը վերագրվում է մեր թվարկության 2-ից 3-րդ դարերին։ Սա համընկնում է այն ժամանակաշրջանի հետ, երբ այս շրջանում տեղակայված էր հռոմեական հեծելազորային խոշոր ստորաբաժանում՝ Ալա Պրիմա Բոսպորանորումը։ Նման միավորումները հռոմեական բանակի էլիտար օժանդակ զորամասեր էին։ Դրանք ներառում էին մոտ 1000 հեծյալ եւ ձևավորում տարբեր տարածաշրջանների, տվյալ դեպքում Գալիայի եւ Սևծովի հյուսիսային ափին գտնվող Բոսպորի թագավորության բնակիչներից։ Խոշոր ռազմական զորակազմի ներկայությունը բացատրում է, թե ինչու էր բնակավայրը բավականաչափ մեծ եւ բազմազան։ Հռոմեական կայազորների շուրջ սովորաբար ձևավորվում էին քաղաքացիական բնակավայրեր, արհեստավորներ, առևտրականներ, զինվորների ընտանիքներ։ Հավանաբար հենց նրանց են թաղել հայտնաբերված Դամբարանադաշտում։ Հուշարձանի տարիքը հաստատում է նաև գերեզմաններից մեկում հայտնաբերված մետաղադրամը։ Դրա վրա պատկերված է մեր թվարկության 138-ից 161 թվականներին կառավարած Անտոնինոս Պիոս կայսեր կինը։ Հետազոտողների կարծիքով մետաղադրամը հատվել է մոտ 141 թվականին։ Նման գտածոներն օգնում են բավականին ճշգրիտ թվագրել հուղարկավորությունները, քանի որ մետաղադրամները հաճախ հայտնվում էին գերեզմաններում հատումից կարճ ժամանակ անց։ Այժմ հնագետները պետք է ուսումնասիրեն մնացած գերեզմաններն ու իրականացնեն ոսկորների մարդաբանական վերլուծություն։ Այն կարող է ցույց տալ մահացածների տարիքը, հիվանդությունների նշանները եւ վարակի հնարավոր հետքերը։ Եթե հաստատվի համաճարակի վարկածը, դա կլինի Դակիա հռոմեական նահանգում հիվանդության տեղային բռնկման հազվագյուտ վկայություն։ Իսկ հիմա գիտական անեկդոտ։ Համալսարանի ռեկտորն ուսումնասիրում է ֆիզիկայի ֆակուլտետի դեկանի ներկայացրած նախահաշիվն ու ծանր հոգոցանում։ Չեմ հասկանում, ինչու են ֆիզիկոսները միշտ այսքան թանկարժեք սարքավորումներ պահանջում։ Օրինակ մաթեմատիկոսները փող ուզում են միայն թղթի, մատիտների ու ռետինների համար։ Մի քիչ մտածելով ավելացնում եմ, իսկ փիլիսոփաներն էլ ավելի լավն են։ Նրանց ռետինն էլ պետք չի։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։